Աշխարհում կա մի հայտնի մրցանակաբաշխություն, որը կոչվում է տարվա մարդ։ Ամեն տարի այդ կոչումը տրվում է մեկին, ով աչքի ընկել իր ազդեցությամբ, հաջողություններով, ուժով կամ ձեռքբերումներով։ Այդ մրցանակը սովորաբար տրվում է քաղաքական գործիչների, առաջնորդների, գիտնականների, մարզիկների, ազդեցիկ անհատների։ Այսինքն այն մարդկանց, ովքեր ինչ-որ կերպ կենտրոնում են կանգնած։ Բայց երբ ես մտածում եմ Աստվածաշնչի մասին, հատկապես Սաղմոս 23-ի, իմ մտքում մի այլ մրցանակաբաշխություն է ձևավորվում։ Եթե Սաղմոսը ունենար իր մրցանակը, այն կոչվել էր ոչ թե տարվա մարդ, այլ տարվա խնամակալ։ Ոչ թե նա, ով ամենաշատն է իշխել, այլ նա, ով ամենախորը ձևով է հոգ տարել։ Ոչ թե նա, ում անունը հնչել է ամբիոններից, այլ նա, ով քայլել է հովիտներով գառների կողքին։ Ոչ թե նա, ով կանգնել է բարձր բեմերի վրա, այլ նա, ով խոնարհվել է, որպեսզի բարձրացնի ընկածին։ Եվ եթե այդ մրցանակը պետք է տրվեր մեկին, ապա Սաղմոս 23-ը առանց երկմտելու կհայտարարեր հաղթողին. Տերն է իմ հովիվը։ Եվ նոր կտականը բացում է մեզ, որ այդ Տերը, որի մասին խոսում է Դավիթը, Հիսուսն է, բարի հովիվը։ Դավիթը չի սկսում իր Սաղմոսը խոսելով իր ուժի, փորձի կամ արժանիքների մասին։ Նա սկսում է մեկ պարզ, բայց հեղափոխական ճշմարտությամբ։ Իմ կյանքում կա մեկը, ով ինձ խնամում է։ Սաղմոս 23-ը հայտարարություն է այն մասին, որ Տերը պարզապես մեծ առաջնորդ չէ, նա կատարյալ խնամակալ է։ Նա է նա, ով արժանի է ոչ թե տարվա, այլ հավիտենության խնամակալ կոչմանը։ Եվ այս Սաղմոսում մենք չենք տեսնում անտեսանելի Աստծո գաղափար, այլ մոտիկ, քայլող, առաջնորդող, սնուցող, պաշտպանող եւ երբեք չլքող հովի կերպար։ Եվ այսօր երբ բացում ենք Սաղմոս 23-ը, մենք չենք ուսումնասիրում միայն գեղեցիկ խոսքեր։ Մենք նայում ենք այն խնամակալին, ով արժանի ամենամեծ պատվին, ոչ թե մարդկային մրցանակաբաշխության, այլ մեր կյանքի ամբողջական վստահության։ Տանի մի քանի օրից կմոտենա իր տրամաբանական ավարտին։ Մի քանի օր է մնացել։ Սակայն հարցը սա է. մեզանից քանիսն են կանգ առնում ոչ թե միայն լեփ-լեցուն սեղանների մոտ, այլ իրենց ներքին սենյակում եւ հիշում Տիրոջ հավատարիմ հոգատարությունը։ Մեզանից քանիսն են ծնկի գալիս եւ աղոթքով գոհունակության խոսքեր բարձրացնում Տիրոջը։ Ոչ թե որովհետեւ ամեն ինչ հեշտ է եղել, մեր ուզածով է եղել, այլ որովհետեւ ամեն օր ունեցել ենք հովիվ։ Հովիվ, ով Աստծո տարվա մեջ անթերի կատարեց իր հովությունը։ Եվ մտորելով այն մասին, թե Տերը ինչպես ինձ խնամեց այս տարվա մեջ, ցանկացած ձեզ հետ կիսվել այս Սաղմոսի հավիտենական ճշմարտություններով, որոնք ուսումնասիրել եմ այս վերջին 3 շաբաթների ընթացքում։ Եկեք միասին ընթերցենք Սաղմոս 23-ը։ Սաղմոս 23։ Տերը իմ հովիվն է, ես ոչնչի կարիք չեմ ունենա։ Ինձ պարկեցնում է խոտավետ արոտներում, ինձ առաջնորդում է դեպի հանդարտ ջրերը։ Հոգիս վերականգնում է, իր անվան համար ինձ առաջնորդում է դեպի արդարության շավիղները։ Եթե անգամ մահվան ստվերի ձորից անցնեմ, չարից չեմ վախենա, քանի որ դու ինձ հետ ես, քո ցուպն ու գավազանը, նրանք են ինձ մխիթարում։ Սեղան ես պատրաստում իմ առջև, իմ թշնամիների ներկայությամբ։ Գլուխս յուղով է սոցում, իմ բաժակը հորդում է։ Իսկապես, բարիքն ու ողորմությունն ինձ են հետևելու կյանքիս բոլոր օրերում, ու հավիտյան Տիրոջ տանն եմ բնակվելու։ Սաղմոսի գլխավոր միտքը հետևյալն է. Աստված է շարունակաբար հոգում մեր կյանքի տարատեսակ կարիքները իր հարատև ներկայությամբ։ Աստված է հոգում եւ այն էլ շարունակաբար մեր կյանքի տարատեսակ կարիքները, բոլոր կարիքները իր հարատև ներկայությամբ։ Այո, նա է մեզ մատակարարում բացառապես ամեն բան։ Նա է լցնում մեր պաշարները, նա է բավարարում մեր պետքերն ու հոգսերը։ Նա է առաքում մեր կյանքի տեսանելի եւ անտեսանելի կարիքները։ Մեր հացը, մեր ուժը, մեր առողջությունը, մեր խաղաղությունը,
Մեր ապահովությունը գալիս են նրանից։ Հետևաբար արժե հավատալ եւ վստահել նման Աստծո, ով ոչ միայն հայր է, այլ նաեւ 24 ժամ ներկա խնամակալ։ Սակայն Աստծո հոգատարությունը չի սահմանափակվում միայն իր տվածներով։ Նա հոգատարության ամենախորը արտահայտությունը նրա մեզ հետ լինելն է։ Նա ոչ միայն հայր է, այլ մշտապես ներկա հովիվ, ով չի հեռանում իր զավակների կողքից ոչ մի պահ։ Եվ հենց սա էր խորապես հասկացել Դավիթը, որ Սաղմոսի հենց կենտրոնական հատվածում, Սաղմոսի սրտում իր սրտի երգն է երգում։ Դու ինձ հետ ես։ Ահա իսրայելացի սոխակը, Դավիթը, ով երգում է մի Սաղմոս, որը դարերի ընթացքում մխիթարել է բազում հուսահատ սրտեր, քաջալերել է թերահավատներին, խաղաղություն է բերել վախեցած հոգիներին եւ հիշեցրել է Աստծո ժողովրդին, որ նույնիսկ ամենախավար ճանապարհներին հովիվը Տերը մնում է իր գառների մոտ։ Այո, Տիրոջ ինձ եւ քեզ հետ լինելը հոգատարության ամենահուսալի եւ ամենախորը երաշխիքն է։ Եվ այս Սաղմոսում Դավիթը ցույց է տալիս Աստծո անսպար հոգատարության 3 նկարագիր։ Աստծո անսպար հոգատարության 3 նկարագիր։ Եվ այն հարցը, որ ամբողջ Սաղմոսի ընթացքում մենք կբարձրաձայնենք, հետևյալն է. ինչպես է նկարագրվում Աստծո հոգատարությունը։ Ինչպես է նկարագրվում Աստծո հոգատարությունը։ Եվ Տիրոջ հոգատարության առաջին նկարագիրը տեսնում ենք 1-ից 3 համարներում։ Ապահովում է ամբողջական խնամք։ Ապահովում է ամբողջական խնամք։ Տերը իմ հովիվն է։ Ես ոչնչի կարիք չեմ ունենա։ Ինձ պարկեցնում է խոտավետ արոտներում։ Ինձ առաջնորդում է դեպի հանդարտ ջրերը։ Հոգիս վերականգնում է։ Իր անվան համար ինձ առաջնորդում է դեպի արդարության շավիղները։ Սաղմոսի առաջին 3 համարները մեզ ցույց են տալիս, թե ինչ է լինում մարդու կյանքում, երբ հովիվը պարզապես չի օգնում հեռվից, այլ քայլում է նրա հետ։ Նախ կարևոր է նշել, որ այս Սաղմոսը արտացոլում է Դավթի կյանքի 2 փուլերը՝ հովիվ եւ թագավոր։ Եվ Սաղմոսում օգտագործված պատկերների գրեթե մեծ մասը ծնված է Դավթի անձնական փորձառությունից։ Եվ այդ պատկերների միջոցով մենք տեսնում ենք, թե ինչպես է Աստված իր կյանքի տարբեր փուլերում դրսևորում ամբողջական խնամք։ Այսպիսով, եթե ուշադիր նայենք առաջին համարի առաջին մասին, կտեսնենք, որ Սաղմոսը սկսվում է ինքնությամբ։ Նայեք առաջին համարի առաջին մասին։ Տերը իմ հովիվն է։ Սա Սաղմոսի առաջին կերպարային հայտարարությունն է։ Տերը իմ հովիվն է։ Մենք տեսնում ենք, որ Սաղմոսը չի սկսում իրավիճակից, այլ սկսում է հարաբերությունից։ Դավիթը չի սկսում այսպես. իմ կյանքը խաղաղ է, իմ խնդիրները լուծվել են, կամ ամեն ինչ լավ է լինելու։ Ոչ, նա սկսում է այս խոսքերով. Տերը իմ հովիվն է։ Այսինքն Սաղմոսի սկիզբը ոչ թե հանգամանքների նկարագրություն է, այլ ով է Աստված ինձ համար։ Եվս մեկ անգամ լսենք Դավթի այս վստահ հայտարարությունը. Տերը իմ հովիվն է։ Դավիթը չի ասում Տերը Իսրայելի հովիվն է, Աբրահամի, Մովսեսի, Հակոբի, Իսահակի, այլ ում հովիվն է Դավիթ։ Դավիթն ասում է իմ հովիվն է։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է անձնական հարաբերության հայտարարություն։ Սա Աստծո հոգատարության չափազանց խորը եւ անձնական արտահայտությունը։ Աստվածաշնչում հազվադեպ է այսպիսի անմիջական եւ անձնական ձևակերպումները։ Տերը իմ հովիվն է։ Համար սրանում է կանոնում Սաղմոս 23-ի կենսունակության բանալին մեր հավատի կյանքում։ Դավիթը հայտարարում է, որ տիեզերքի տիրակալը, ամեն ինչի արարիչը, միակ ճշմարիտ Աստված կարող է նկարագրվել իմ բառով, որ Տերը անձամբ է ուշադրություն դարձնում ինձ վրա։ Վստահ եմ Դավթին այդքան չէր ուրախացնում այն փաստը, որ իր գլխին թագավորական պսակ կար, որքան այն գիտակցումը, որ իր իրական թագավորը իր անձնական հովիվն է։ Այո, այս զգացումն է, որ մարդու ինքնությանը պատիվ է բերում եւ վստահություն, որ հովի բոլոր ռեսուրսները, բոլոր ուղղված են անհատապես իր վրա։ Այս անձնական հարաբերության հայտարարության մեջ Դավիթ իրեն տեսնում է որպես խնամվող, կախված, առաջնորդվող անձ։
Եվ ինքնությունը հետևյալն է. ես այն մարդն եմ, ում կյանքը գտնվում է հովվի ամբողջական խնամքի տակ։ Եվ քանի որ Տերը Դավթի հովիվն է, քանի որ նա գտնվում է նման վերահսկողության ներքո, առաջ է գալիս հաջորդ հավիտենական ճշմարտությունը։ Ես ոչնչի կարիք չեմ ունենա։ Ասե որ այս ձևակերպան ապագա ժամանակաձևը կասկածելի է։ Ասեմ ինչու, որովհետև եբրայերենում բայերը չունեն իրենց սեփական ժամանակաձևը։ Այսինքն ժամանակը ծագում է ամբողջությամբ համատեքստից։ Այդ իսկ պատճառով որոշ տարբերակներ ասում են. Տերը իմ հովիվն է, ես ունեմ այն ամենը, ինչ ինձ անհրաժեշտ է։ Իսկ Մեթյու Հենրին այսպես է գրում. ես կունենամ այն ամենը, ինչ ինձ անհրաժեշտ է։ Եվ եթե ես չունենամ այն ամենը, ինչ ցանկանում եմ, ես կեզրակացնեմ, որ կամ ինձ դա պետք չէ, կամ դա ինձ համար օգտակար չէ, կամ ես այն կունենամ իր ժամանակին։ Այստեղ այս գրված ոչնչի կարիք չեմ ունենա, այս ունենալ բառը, այսինքն ես ուզում եմ բառի ուշադրության կենտրոնում ոչ թե ինչ-որ բան ցանկանալու գաղափարն է, այլ անհրաժեշտ ինչ-որ բանի պակաս լինելու գաղափարը։ Ես հա մեջբերում եմ 5 կտականի պրոֆեսոր Բարիկից։ Եվ Սաղմոսի մնացած մասում ամեն ինչ հիմնված է հենց այս վստահության եւ հավատի վրա, որ Դավիթն Աստծուն ունի որպես հովիվ։ Սաղմոսը չի ասում ով եմ ես ինձնով, այլ ով եմ ես Աստծո հետ։ Դավիթը չի ներկայացնում իր ուժը, իր արժանինքները կամ հոգևոր կարգավիճակը։ Նա իրեն սահմանում է մեկ բառով՝ ոչխար։ Այո, ես Տիրոջ ոչխարն եմ։ Սա խոնար, բայց զորավոր ինքնությունը։ Եվ ընդունելով իր կարգավիճակը ոչխար, Դավիթը սկսում է նկարագրել, թե ինչպես է Տերը շարունակ ապահովում ամբողջական խնամք։ Նայեք երկրորդ համարի առաջին մասին։ Ինձ պարկեցնում է խոտավետ արոտներում։ Այստեղ տեսնում ենք երկրորդ պատկերը, որը տրամաբանորեն կապված է առաջինի հետ։ Քանի որ Տերը Դավթի հովիվն է, իսկ ինքը Տիրոջ անձնական ոչխարը, ապա մեր աչքերի առջև բացվում է անչափ գեղեցիկ տեսարան։ Եկեք ներս մտնենք եւ տեսնենք ինչ է կատարվում այնտեղ։ Տեսնենք թե ով է այնտեղ գործում եւ մատակարարում ամբողջական խնամք եւ ով է վայելում արտաքին եւ ներքին հանգիստ, նորոգություն եւ առաջնորդություն։ Երկրորդ համարում տեսնում ենք խաղաղ պատկեր, որտեղ կա կանաչ խոտ եւ հանգիստ արոտավայր, ուր կարելի է ունենալ ֆիզիկական հանգիստ եւ վայելել առատ կերակուր։ Ահա թե որտեղ է հանգստանում Դավիթը։ Դավիթն ասում է. ինձ պարկեցնում է կանաչ մարգագետիններում։ Այս պարկեցնել բայը նշանակում է հանգիստ դիրք ընդունել, հանգչել, հանգիստ դիրք ընդունել, հանգչել, ապահով վիճակում նստել կամ պարկել։ Ասեմ, որ ոչխարը շատ անհանգիստ կենդանի է եւ նրան հաճախ պետք է ապահովել հանգիստ։ Ոչխարը ունի հանգստի կարիք, բայց գիտեք, որ ոչխարը երբեք չի պարկի, եթե կա վախ, քաղց կամ վտանգ։ Այսինքն ոչխարը ակնկալում է լիակատար ապահովություն։ Իրականում ոչխարը խելացի կենդանի չի։ Ասեմ ավելին, ոչխարը վատ հոտ ունեցող եւ հիմար կենդանի է։ Ես 2 տարի Հարթագյուղում ապրել եմ ոչխարների հետ եւ սեփական աչքերով տեսել եմ, թե որքան արագ են նրանք խուճապի մատնվում։ Երբ ինչ որ մեկը իրենց հետևից արագ քայլում է կամ վազում, նրանք ինչ են անում, այնքան արագ են վազում, այնպիսի խուճապի են մատնվում, մինչև սրտի կատված ստանան եւ սատկեն։ Ասեմ ավելին, նրանք տրամաբանող չեն, բայց լավ զգացական ունակություններ ունեն, սակայն նրանք չափազանց վախկոտ են։ Սա նշանակում է, որ հովիվն է ստեղծում հանգիստ եւ խաղաղ պայմաններ, որ իր գառնուկը կարողանա իրեն զգալ ապահով եւ ունենա լիարժեք, լիակատար հանգիստ։ Սա հովվի ակտիվ մասնակցությամբ է լինում եւ հասանելի է դառնում իր գառնուկին։ Սա ձեռքբերովի օրհնություն չէ եւ ոչ էլ երջանիկ պատահականություն։ Այս ճշմարտությունը ցույց է տալիս, որ Դավիթը լիովին կախված է հովվից, ուղղորդման, առողջության, ապահովության, պաշտպանության եւ հանգստի համար։ Եթե համարին նայեք, կտեսնեք, որ Դավիթը չի ասում ինձ կերակրում է,
Ինչ է անում։ Ասում է ինձ պարկեցնում է։ Պարկեցնել այստեղ նշանակում է ոչ միայն սնվել, այլ հանգիստ եւ ապահովություն։ Դավիթն այս խոսքերով ավելի շատ ընդգծում է հանգստի գաղափարը, քան պարզապես կուշտ լինելը։ Թեև կերակուրի ճշմարտությունն այստեղ նույնպես առկա է, որովհետև նա ասում է, նա պարկեցնում է կանաչ մարգագետիններում։ Այս պատկերն իր մեջ միավորում է երկու իրականություն՝ նուրբ եւ առատ կերակուր եւ այնպիսի միջավայր, որտեղ հնարավոր է իսկապես հանգչել։ Կանաչ մարգագետինները խոսում են երիտասարդ, փափուկ խոտի մասին, ոչխարի համար լավագույն սննդի։ Սակայն այս սնունդը միայն այն ժամանակ է վայելվում, երբ կա հանգիստ։ Հովիվը միաժամանակ ապահովում է եւ խաղաղ պայմաններ, եւ առատ կերակուր։ Եվ միայն այդ դեպքում ոչխարը կարող է պարկել եւ հանգստանալ։ Այսպիսով Դավթի նկարագրած պատկերը սա է։ Նա հանգչում է հովի ներկայության մեջ, լիովին կերակրված եւ գոհացած։ Եվ ինչպես կասեր իմ սիրելի դասախոս Դեն Ապչրճը, նա պարկած է, կարծես օրթոպեդ մատրասի վրա եւ վայելում է Տիրոջ տված հանգիստը։ Կարևոր սահմանում հանգիստը հոգատարության արդյունք է, ոչ թե ինքնուրույն ձեռքբերում։ Տեսնում եք, թե Աստված ինչպիսի հովիվ է, որ ամեն մանրունքի համար գործում է, ներգրաված է ամենայն լրջությամբ, խորությամբ եւ սիրով։ Նա կիսատ չի հոգում մեր մասին, այլ ցուցաբերում է ամբողջական խնամք։ Սա ինչ է, ինչ մեզ հարկավոր է, ինչ մենք ենք փնտրում մեր անկայուն կյանքում։ Եվ քանի որ կանաչ մարգագետիններում պարկելը խոսում է ֆիզիկական հանգստի մասին, ապա հաջորդ պատկերը մեզ տանում է խաղաղության ավելի խոր մակարդակ, որն էլ ցույց է տալիս, որ հովիվը ոչ միայն գիտի, թե երբ տանել կանաչ մարգագետիններ, այլ նաև երբ ուղղորդել դեպի հանդարտ ջրեր։ Դավիթն ասում է. տանում է կամ առաջնորդում է ինձ հանդարտ ջրերի մոտ։ Այս տանել բայը պարզապես շարժում չէ։ Այն խոսում է առաջնորդելու, զգուշությամբ ուղղորդելու, հոգատար վերահսկողությամբ առաջ տանելու մասին։ Ահա թե ինչպես է Տեր իր ամբողջական խնամքի մեջ ապահովում կարգն ու հաջորդականությունը։ Նախ նա պարկեցնում է, տալիս է հանգիստ եւ ապա առաջնորդում է դեպի խաղաղություն։ Հանդարտ ջրերը երկրորդ կերպարային պատկերն է, որն արդեն խորհրդանշում է խաղաղության գաղափարը։ Եվ քանի որ մենք գիտենք, որ ոչխարը վախկոտ կենդանի է, պետք է ասել ավելին։ Նա չի սիրում շարժվող ջուր եւ չի խմում այնտեղից։ Ոչխարը խմում է միայն այնտեղից, որտեղ ջուրը հանգիստ է գալիս, առանց աղմուկի եւ արագության։ Ասեմ, որ Դավթի օրերում հովիվները շարժվող ջրերի մոտ երբեք ոչխարներին չէին առաջնորդում, այլ ապահովում էին հատուկ պայմաններ, այսպես ասած գոգավորություններ էին պատրաստում, որպեսզի ոչխարները կարողանային այնտեղից ջուր խմել, որպեսզի ջուրը հանգիստ լիներ եւ ոչխարները կարողանային ապահովությամբ խմել։ Այսպիսով Դավիթը վկայում է, որ Տերը ոչ միայն ապահովում է հանգիստ եւ կերակուր, այլ նաեւ տալիս է խաղաղություն։ Այնպիսի խաղաղություն, որտեղ մարմինը, միտքը եւ զգայարանները գտնվում են ապահովության, հանգստության եւ լարվածության բացակայության մեջ։ Այս ամբողջ պատկերն իր լրիվությունն է ստանում ում մեջ։ Հիսուսի մեջ։ Նա այն բարի հովիվը, ով ոչ միայն խոսում է խաղաղության մասին, այլ հենց ինքն է խաղաղությունը։ Հիսուսն ասում է. խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ոչ թե ինչպես աշխարհն է տալիս, ես տալիս եմ ձեզ։ Սա այն խաղաղությունն է, որ կախված չէ հանգամանքներից, այլ հովի ներկայությունից։ Ինչպես Դավթի օրերում հովիվը պայմաններ էր ստեղծում, որպեսզի ջուրը հանդարտ լինի, այնպես էլ Հիսուսը իր ներկայությամբ հանգստացնում է մեր ներքին խռովքը։ Նա չի առաջնորդում մեզ աղմուկի կամ վախի միջով, այլ տանում է այնտեղ, որտեղ հոգին կարող է խմել եւ ապրել։ Այդ պատճառով էլ նա ասում է. ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես ձեզ հանգստություն կտամ։ Հիսուսի առաջնորդությունը միայն ուղղություն ցույց տալ չէ, այլ խնամք, ապահովություն եւ մշտական ներկայություն։
Նա գիտի երբ է պետք մեզ պարկեցնել եւ երբ առաջ տանել։ Նա գիտի երբ է պետք լռեցնել մեր վախերը, որպեսզի մենք կարողանանք խմել իր խաղաղությունից։ Եվ հենց այստեղ է իրական ճշմարտությունը։ Մենք հանգիստ եւ խաղաղություն չենք գտնում վայրերում կամ պայմաններում, այլ գտնում ենք Հովվի Հիսուսի մեջ։ Որտեղ Հիսուսն է, այնտեղ կան կանաչ մարգագետիններ եւ հանդարտ ջրեր։ Որտեղ նա է առաջնորդում, այնտեղ հոգին կարող է վերջապես հանգչել։ Բայց դա դեռ ամենը չէ։ Աստված ոչ միայն ապահովում է ֆիզիկական կարիքները, այլ նաև ավելի խորը։ Եթե առաջին երկու գործողության մեջ տեսնում ենք, որ Տերը տալիս է հանգիստ եւ խաղաղություն, ապա հաջորդիվ Դավիթն ասում է. նայեք 3-րդ համարին։ Հոգիս վերականգնում է։ Հետաքրքիր է, որ նախորդ համարում նկարագրված Հովվի քնքուշ խնամքը ունեցավ համապատասխան արդյունք։ Հոգու վերականգնում։ Սա նախորդ երկուսի արդյունքն է։ Ահա թե ինչպես է Տերն ապահովում ամբողջական խնամք։ Տալիս է հոգու թարմացում։ Մարդուս համար հոգին իր ներսի կյանքն է, ներքին աշխարհն է, իր մտքերով եւ հույզերով։ Այս վերականգնել բայը բառացիորեն նշանակում է հետ բերել, ետ դարձնել, վերականգնել նախկին վիճակին, ուղղել շեղված ընթացքը։ Այստեղ այս բայը չի նշանակում պարզապես մխիթարել կամ քաջալերել, այլ հոգին վերադարձնել իր ճիշտ, առողջ, Աստծո համար նախատեսված վիճակին։ Ամեն շաբաթ երբ գնում էինք հարթագյուղ, այնտեղ մի հովիվ կար, որի հետ գրեթե միշտ խոսում էինք հովի բարդ, բայց միևնույն ժամանակ մեծ խնամք պահանջող գործի մասին։ Նա հաճախ պատմեր, որ իր գառները հաճախ են շեղվում ճանապարհից, ընկնում են թփերի մեջ, կորցնում են իրենց կողմնորոշումը, երբեմն էլ հոգնում են այնքան, որ այլևս չի կարող առաջ շարժվել։ Եվ նա գիտեք ինչ էր ասում։ Ասում էր, որ նման իրավիճակներում ինքը չի բղավում, չի ասում ինքդ վերադարձիր քո տեղը, այլ ինչ է անում, մոտենում է, գրկում, բարձրացնում, ուղղում եւ վերադարձնում հոտի մեջ։ Այսպես էլ Տերն է իր գառան նկատմամբ ամբողջական խնամք տանում։ Նա քնքշորեն առաջնորդում է, բուժում է, վերականգնում է, թարմացնում է եւ ինչ է անում, դնում է ճիշտ ուղու վրա։ Այս վերականգնումը գառան նախաձեռնությունը չէ, այլ Հովվի սիրառատ միջամտությունը։ Եվ այստեղ անհնար է չհիշել Դավթի կյանքը։ Նա բազմիցս ընկել է, շեղվել է ճանապարհից, կորցրել է կողմնորոշումը եւ անգամ սարսափելի մեղքեր է գործել։ Բայց Տերը նրան չի լքել։ Դուրս չի արել իր փառախից, չի բղավել նրա վրա։ Տերը նրան հանդիմանել է, ուղղել է, վերականգնել է, բժշկել է եւ նորից դրել է արդարության ճանապարհների վրա։ Սաղմոս 119-176 Կորած ոչխարի պես մոլորվեցի, փնտրիր քո ծառային։ Սա իսկական հովի կերպարը, որ ոչ թե շեղված գառանը հեռացնում է, այլ շեղված գառանը հետ է բերում։ Եվ պիտի խոստովանենք, որ մենք էլ այսօր մեր կյանքերում հաճախ մոլորվում ենք, շեղվում ճանապարհից, ընկնում ենք, կորցնում ենք կողմնորոշումը եւ կրում ենք տարբեր վնասվածքներ, հոգեվոր, զգացական, երբեմն էլ ֆիզիկական։ Բայց հարցը սա է. ով է քո հովիվը, ով է քո ուժերը վերականգնողը, ով է քո հոգին ետ դարձնողը, ով է քո վնասվածքները բուժողը, ով է քեզ թարմացնում եւ կանգնեցնում ճիշտ ուղու վրա։ Ասա տեսնեմ, ով է քո խնամակալը։ Դավիթն ուներ իր անձնական հովիվը։ Եվ հենց այդ պատճառով նա կարող էր վստահաբար ասել. նա վերականգնում է ինձ։ Իսկ դու ունես այդ հովին։ Դու գիտես, որ նույն Աստվածը, ով Դավթին էր տալիս ամբողջական խնամք, այսօր հայտնվել է շատ ավելի հստակ եւ տեսանելի կերպով Հիսուս Քրիստոսի մեջ։ Հիսուսն ինքը հստակ ասում է. ես եմ բարի հովիվը։ Բարի հովիվը իր կյանքը տալիս է ոչխարների համար։ Այսինքն Հիսուսը միայն առաջնորդող հովիվ չէ, միայն խնամող ու վերականգնող չէ, այլ Հիսուս այն հովիվն է, ով իր կյանքը դրեց, որպեսզի ոչխարը ապրի, եւ ոչ միայն ապրի, այլ նաեւ պարկի։
Այո, Հիսուսի ոչխարները պառկում են։ Սա խոսում է հանգստի, հագեցածության եւ լիության մասին հենց Քրիստոսի մեջ։ Նրանք խաղաղ են, որովհետեւ գտնվում են կյանքի աղբյուրի մոտ եւ խմում են այդ հանդարտ ջրերից, որոնք բխում են հենց նրանից, Հիսուսից։ Եվ ամենակարևորը, նրանք սնվում են։ Սնվում են ոչ թե միայն ժամանակավոր հացով, այլ Հիսուսի ճշմարիտ ավետարանով, ավետանի ճշմարտություններով, որոնք իրական քրիստոնյայի ամենօրյա կերակուրն են, հանգիստը, խաղաղությունը եւ հոգու նորոգությունն ու թարմացումը։ Սակայն Տիրոջ հոգատարությունը Դավթի կյանքում այսքանով չավարտվեց։ Նա տալով ֆիզիկական հանգիստ, լիություն, խաղաղություն, հագեցում, վերականգնում, նրան չթողեց ճանապարհին եւ անցավ հանգստի։ Ոչ Դավթի հովիվը չի հոգնում, արցակուրտ չի վերցնում, այն մշտատև հովիվ է եւ իր բոլոր ռեսուրսները անսպառ են։ Ըստ Դավթի հանգիստ, խաղաղ, նորոգված եւ Տիրոջ առաջնորդության մեջ լինելը վերջնակետը չէ, այլ պատրաստություն։ Պատրաստություն դեպի ուր? Դեպի արդարության շավիղներ։ Նայեք Գեորգ համարի 2-րդ մասին։ Հոգիս վերականգնումը։ Իր անվան համար ինձ առաջնորդում է դեպի արդարության շավիղները։ Այսինքն կերակրված, խաղաղված եւ վերականգնված ոչխարը դեռ ճանապարհ ունի անցնելու։ Եվ այս ողջ ընթացքում Դավիթն ասում է, որ Տերն է առաջնորդը։ Սա ցույց է տալիս, որ նա հետևում էր այն Տիրոջը, ով իր հովիվն էր, քայլում էր Տիրոջ հետևից եւ վայելում էր Տիրոջ առաջնորդությունը։ Նա չէր որոշում ուր եւ ինչպես գնար, այլ ուներ մեկին, ով հնազանդվում էր եւ վստահում, իմանալով, որ ուր էլ տանի, դա ամենալավ եւ ամենաճիշտ ճանապարհն է։ Ինձ առաջնորդում է դեպի արդարության շավիղները։ Այս արդարության շավիղ բառը նշանակում է ոչ թե նեղ ճանապարհ, այլ հակառակը, ավելի լայն, ավելի հարթ եւ ուղիղ եւ անվտանգ։ Սա ճանապարհ է, որտեղով անցնում էին գնացքի վագոններ, եւ այն չափազանց շատ օգտագործվող ճանապարհ էր, որտեղ հեշտ էր ոչխարների համար քայլելը։ Որտեղ հովիվ գիտի, որ ոչխարներն ունեն վատ տեսողություն եւ ուղղության զգացողություն չունեն։ Այսպիսով նա նրանց առաջնորդում է ոչ թե նեղարատներով, այլ սայլուղիներով, լայն, ուղիղ արահետով։ Ինչու՞, որպեսզի նրանք հեշտությամբ հետևեն իրեն եւ լինեն անվտանգ։ Իր անվան համար ինձ առաջնորդում է դեպի արդարության շավիղները։ Եվ այդ ամենը Տերը անում է իր անվան համար։ Ինչ է նշանակում այս արտահայտությունը։ Մինչև հիմա թվարկած հոգատարության նկարագրերը, որը տեսել ենք 1-ից 3 համարներում, Տերն անում է իր անվան համար։ Նա չի անում, որովհետև Դավիթն արժանի էր, Դավիթը վաստակել էր, Դավիթը տարբերվում էր մյուսներից, այլ իր անվան համար, հանուն իր սիրո եւ ողորմության։ Անկամ երբ Դավիթն ընկավ, մեղանչեց, նա հստակ հասկանում էր. այո, Տերը պատժեց, բարձրացրեց, ուղեց, բայց նա իմ Տերն է, իմ հովիվը, իմ բարի հովիվը, հովիվ նույնիսկ մարդու անկման պահին։ Ահա թե ինչպես էր Դավիթը հասկանում շնորհի վարդապետությունը։ Ամեն բանում ոչ ես, այլ դու, ոչ ինձանից, այլ քեզանից, ոչ ինձ համար, այլ քեզ համար։ Այսպիսով, երբ Տերը Դավթին առաջնորդում էր արդարության ճանապարհներով իր անվան համար, Դավիթը չէր մտածում, թե դա նշանակում է կյանք առանց դժվարությունների կամ նեղությունների։ Ոչ, նա հստակ գիտակցում էր, որ արդարության ճանապարհը երբեմն անցնում է խավարով։ Եվ հենց այդ գիտակցությամբ էլ 4-րդ համարում այսպես է գրում. Եթե անգամ մահվան ստվերի ձորից անցնեմ, չարից չեմ վախենա, քանի որ դու ինձ հետ ես, քո ցուպն ու գավազանը, նրանք են ինձ մխիթարում։ Թեև անցնեմ մահվան ստվերի ձորով, չարից չեմ վախենա։ Դավիթ, ինչու չես վախենա։ Որն է պատճառը, մեզ էլ կասես։ Ոչ թե որովհետև ինքը ուժեղ է, ոչ թե որովհետև իմաստուն է,
այլ որովհետև Տերը իր հետ է։ Եվ 4-րդ համարում Դավիթը բացում է Տիրոջ հոգատարության երկրորդ նկարագիրը։ Աստված ոչ միայն խնամում է ամբողջապես, այլ նաև ապահովում է անվտանգություն։ Ապահովում է անվտանգություն։ Նայեք 4-րդ համարին։ Եթե անգամ մահվան ստվերի ձորից անցնեմ, չարից չեմ վախենա, քանի որ դու ինձ հետ ես, քո ցուպն ու գավազանը, նրանք են ինձ մխիթարում։ Ըստ Դավթի նկարագրության ինչ եք տեսնում այստեղ։ Այստեղ կա խավար, այստեղ կա վտանգ, այստեղ կա մահվան իրական պոտենցիալ։ Այս բառը ցույց է տալիս մի վայր, որտեղ մահը զգացվում է շատ մոտիկից, որտեղ վտանգը մշտապես ներկա է։ Ասեմ, որ Դավթի ապրած աշխարհում ճանապարհները հաճախ անցնում էին նեղ ձորերով, որտեղ թաքնված էին գիշատիչ կենդանիներ եւ հաճախ հենց այդ տեղերում նաեւ դարան էին մտնում թշնամիները։ Այո, այստեղ կա վտանգ, ըստ Դավթի նկարագրության, բայց խնդրում եմ ուշադիր լսեք Դավիթը ինչ է ասում։ Դավիթը նախ չի ասում, ես չանցա այդ ձորով, ես շրջանցեցի վտանգը, ես վախեցա այդ վտանգներից։ Ոչ, նա ասում է, թեև անցնեմ։ Սա նշանակում է, որ Հովի առաջնորդությունը չի խոստանում վտանգի բացակայություն, այլ նշանակում է անվտանգություն վտանգի մեջ, իրական ներկայություն սարսափի մեջ։ Եվ ահա Դավթի վստահության առանցքը։ Չեմ վախենա չարից, պատճառը, որովհետև դու ինձ հետ ես։ Նկատեք, նա չի ասում, որովհետև ճանապարհը փոխվեց, որովհետև վտանգը վերացավ, որովհետև ես շատ ուժեղ եմ։ Ոչ, նա ասում է միայն հետևյալը. դու ինձ հետ ես։ Հիշում եք Սաղմոսի սկիզբը։ Դավիթն ասում է Տերը իմ հովիվն է եւ թվարկում է, նա պարկեցնում է, նա խաղաղեցնում է, նա վերականգնում է, նա առաջնորդում է, նա սա է անում։ Բայց նայեք 4-րդ համարին։ Ինչ եք տեսնում այստեղ։ Այստեղ Դավիթը նայից անցնում է դուի եւ ասում է դու ինձ հետ ես։ Սա աղոթքի լեզու է։ Սա մտերմության լեզու է։ Տերը Դավթի համար ոչ միայն հովիվ էր, այլ ամենամոտ ընկերը։ Ով խավարի մեջ չի հեռանում, այլ ինչ է անում, մնում է իր կողքին եւ ապահովում է իր ներկայությունն ու մխիթարությունը։ Դա համար մեկ բան է երգել Տիրոջ մասին, երբ կանաչ մարգագետին ներում ես, ինչպես Դավիթն էր երգում քիչ առաջ, երբ հանդարտ ջրերի մոտ ես, ինչպես Դավիթն էր երգում հանդարտ ջրերի մոտ, երբ ուղիղ ճանապարհների վրա ես, բայց ավելի լավ է իմանալ եւ սովորել, թե ինչպես երգել Տիրոջը, երբ մութ ձորում ես։ Հարց. Երբ մութ ձորում ես, դու երգում ես Տիրոջը։ Եսայի 41:10 Մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ։ Մի զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ եւ կօգնեմ քեզ։ Նաեւ քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աչով։ Ահա Տիրոջ աչքի հաստատումը, որոնք մխիթարում են Դավթին։ Քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ։ Դավիթն այսպես է գրում։ Ասեմ, որ այս գործիքները խոսում են ոչ թե Դավթի ուժի, այլ հովի վերահսկողության, անվտանգության եւ առաջնորդության մասին։ Ահա թե որտեղից է գալիս ներքին խաղաղությունը, ահա թե որտեղից է գալիս մխիթարությունը։ Ոչ թե խավարը վերացել է, այլ հովիվը ներկա է հենց խավարի մեջ։ Եվ ոչ միայն ներկա է, այլ ցույց է տալիս իր ակտիվ վերահսկողությունը։ Երբ Դավիթը խոսում է մահվան ստվերի ձորի մասին, նա չի խոսում տեսականորեն։ Սա պարզապես գեղեցիկ պատկեր չէ, սա փորձառություն է։ Դավիթը հիշում է այն օրերը, երբ ինքն էր հովիվ, երբ իր գառներից մեկը վտանգի մեջ էր, երբ առյուծը կամ արջը հարձակվում էր հոտի վրա։ Հիշում եք ինչ էր անում Դավիթը։ Նա չէր փախչում վտանգից մի կողմ։ Նա չէր թողնում գառնուկին միայնակ։ Նա չէր ասում թող կորչի, ես կփրկվեմ։ Ոչ։ Աստվածաշունչը ասում է, որ նա հարձակվում էր գիշատչի վրա, բռնում էր նրան եւ պաշտպանում էր իր գառանը, անգամ իր կյանքի գնով։
Եվ հենց այս փորձառությունն ունենալով է Դավիթը հիմա ասում. քո ցուպն ու գավազանը մխիթարում են ինձ։ Նա գիտի ինչ է նշանակում հովիվ, ով վտանգի պայն չի հեռանում, այլ մնում է, կանգնում է վտանգի առաջ եւ ապահովում է անվտանգություն իր գառնուկի համար։ Այդ պատճառով Դավիթը կարող է վստահությամբ ասել. Մահվան ձորում ես մենակ չեմ, քանի որ իմ հովիվը այնպիսին է, ինչպիսին ես ինքս էի իմ գառների համար, բայց անհամեմատ ավելի զորավոր։ Այն հովիվը, որին Դավիթը նմանվում էր իր հովությամբ, մի օր պիտի գար իրական, տեսանելի եւ կատարյալ կերպով։ Հիսուսը հենց սա նկատի ուներ, երբ Հովանու 10:11-ում ասաց. Ես եմ բարի հովիվը։ Բարի հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար։ Դավիթը վտանգի առաջ կանգնեց եւ սպանեց գիշատչին, փրկելու համար գառանը։ Իսկ Հիսուսը կանգնեց մեր մեղքի, մահվան եւ խավարի առաջ եւ ինքը ապահովեց անվտանգություն, տալով իր կյանքը, որպեսի գառները ապրեն։ Դավիթը պաշտպանեց մի գառան ժամանակավոր վտանգից, բայց Հիսուսը փրկեց իր գառներին հավիտենական կործանումից եւ ապահովեց անվտանգ կյանք։ Եվ հենց այս պատճառով մահվան ստվերի ձորում մեր մխիթարությունը պարզապես հիշողություն կամ զգացում չէ, այլ իրականություն։ Մեր հովիվը Հիսուսը արդեն հաղթել է գիշատչին։ Այդ պատճառով կարող ենք Դավթի հետ միասին վստահությամբ ասել. չեմ վախենա չարից, որովհետև Հիսուս, դու ինձ հետ ես։ Դու ես իմ անվտանգության երաշխիքը, եւ ես քո մեջ եմ գտնում իմ պաշտպանությունը։ Եվ ոչ միայն չեմ վախենա չարից, ոչ միայն ունեմ անվտանգության վստահություն, այլ նաև դու ինձ հետ ես, որովհետև ես ապավինում եմ քեզ եւ տեսնում քո զորության գործիքները, ցուպն ու գավազանը։ Ասեմ, որ այս ցուպը փոքր փայտ էր եւ ծայրին կար շատ սուր մետաղ եւ այն պաշտպանական գործիք էր։ Այն ապահովում էր գառների, կենդանիների անվտանգությունը։ Այն բարձրացվում էր կենդանիների վրա ոչ թե իշխելու նպատակով, այլ այն բարձրացվում էր, որպեսզի գիշատիչներին քշեին մի կողմ, որ կարողանային գառները ապահովությամբ իրենց կերակուր ուտեին։ Այսինքն սա ցույց է տալիս, ես պաշտպանված եմ։ Այս գործիքը դա է ցույց տալիս։ Գառները պաշտպանված էին, ապահով էին։ Իսկ գավազանի միջոցով հովիվն առաջնորդում էր ոչխարներին։ Օրինակ, երբ ընկնում էր կամ շեղվում էր ոչխարը, հովիվը մոտենում էր գավազանով եւ բարձրացնում, վերադարձնում դեպի ճանապարհ։ Եթե նկատել եք, հովիվների փայտին այսպես կեռիկ կա, մեկ հատ, հա, սա այդ գավազանն էր։ Եվ սա ինչ է ցույց տալի, որ գառը մենակ չէ, հովիվը իր հետ է, իր կողքն է։ Հիշում եք Ելից 4-ում ինչպես է գրված։ Մովսեսը վերցրեց իր կնոջն ու որդիներին, նրանց նստեցրեց էշի վրա եւ վերադարձավ Եգիպտոս։ Եվ Մովսեսն իր ձեռքն առավ Աստծո գավազանը։ Մովսեսը այս ժամանակ գնում էր Եգիպտոսի թագավորի մոտ, փարավոնի, որպեսզի ասեր Իսրայել ժողովրդին բաց թող, Տերն է ասում։ Եվ Եգիպտոսի փարավոն թագավորը ուներ բանակ, զորք, ուժ, պատիվ, համբավ, ամեն ինչ ուներ։ Բայց նայեք թե Մովսեսը ինչպես է գնում։ Եվ Մովսեսն իր ձեռքն առավ Աստծո գավազանը։ Մտորեք այս մասին։ Այս երկու գործիքները միասին հովի ներկայության, պաշտպանության եւ հոգատարության կենթանի նշաններն են։ Այս գործիքները ապահովում են անվտանգություն, որի արդյունքում Տիրոջ գառը կարող է ունենալ անվտանգություն։ Երբ ես պարկած եմ, Աստված վերանորոգում է ինձ։ Երբ չգիտեմ ուր գնամ, Աստված առաջնորդում է ինձ։ Երբ հանդիպում եմ վտանգի, Աստված ինձ հետ է։ Սիրելի եղբայրս եւ քույրս, ես չգիտեմ թե դու այսօր ինչ վտանգի, ինչ խավարի կամ ինչ ծանր ճանապարհի միջով ես անցնում, բայց մեկ բան հստակ գիտեմ։ Եթե Հիսուսը քո անձնական հովիվն է, ապա դու մենակ չես այդ մութ ստվերի մեջ։ Ինչպես Դավիթն էր ասում, դու ինձ հետ ես։ Հիսուսը քեզ հետ է։ Նա ապահովում է անվտանգություն։ Նա քայլում է քո կողքով, երբեմն քո առջևից, երբեմն քո ետևից, բայց երբեք քեզանից հեռու։ Նա չի խոստացել, որ ճանապարհը միշտ կլինի լուսավոր,
բայց խոստացել է, որ ինքը կլինի ճանապարհին, ինքը կապահովի անվտանգություն։ Եվ հենց սա է քո խաղաղության աղբյուրը։ Ոչ այն, որ վտանգները միշտ կվերանան, այլ այն, որ քո հովիվը առավել զորավոր է, քան ցանկացած վախ, քան ցանկացած խավար, քան ցանկացած սպառնալիք։ Նա ոչ պարզապես հովիվ է, այլ տիեզերքի Տերն ու խնամակալը, ով անընդհատ սիրով եւ հավատարմությամբ գործում է քեզ համար։ Այդ պատճառով դու կարող ես առաջ գնալ, նույնիսկ երբ ճանապարհը մութ է, որովհետեւ քո հովիվը ոչ միայն բարի է, այլ նաեւ զորավոր, ներկա եւ վստահելի, ով ապահովում է քո անվտանգությունը։ Կարևոր սահմանում։ Մահվանստվերի ձորում մեր հույսը լույսը չէ, այլ Հիսուսը։ Մահվանստվերի ձորում մեր հույսը լույսը չէ, այլ Հիսուսը։ Հարց. Այսօր որ ձորի միջով ես անցնում դու, որ խավարն է հիմա շրջապատում քո կյանքը, ինչն է այն վախը, որը փորձում է քեզ կանգնեցնել առաջ գնալուց։ Եվ այս ամենի մեջ ով է քո հովիվը։ Դու ներկայության վրա ես հենվում քո դժվարության մեջ։ Ում հետ ես դու անցնում այս ճանապարհը։ Եթե Հիսուսը քո հովիվն է, ապա ինչու պիտի վախենաս։ Եթե նա քեզ հետ է, ապա որ վտանգը կարող է քեզ բաժանել նրա խնամքից։ Արդյոք այսօր դու հիշում ես Դավթի խոսքերը։ Դու ինձ հետ ես։ Եթե սա ճշմարտություն է, արդյոք պատրաստ ես վստահությամբ շարունակել քայլել, նույնիսկ այն ժամանակ, երբ ճանապարհը դեռ մութ է։ Այսպիսով տեսանք Տիրոջ հոգատարության երկրորդ նկարագրությունը։ Ապահովում է անվտանգություն։ Ապահովում է անվտանգություն։ Բայց այստեղ Դավիթը կանգ չի առնում։ Սաղմոսը նոր շրջադարձ է կատարում։ Մինչև այս մենք տեսնում ենք հովին եւ գարանը դաշտում, կանաչ արոտներում, հանդարտ ջրերի մոտ եւ մահվան ստվերի ձորում։ Իսկ 5-ից 6 համարներում ինչ է անում Դավիթը։ Դավիթը նայեք պատկերը փոխում է։ Նա անցում է կատարում իր հովական փորձառությունից դեպի թագավորական փորձառություն։ Եվ այս փոփոխությունը պատահական չէ։ Դավիթը կարծես ասում է. Տերը հոգ է տարել իմ մասին ոչ միայն այն ժամանակ, երբ ես սովորական հովիվ էի, այլ նաև այն ժամանակ, երբ թագավոր էի։ Սա նշանակում է, որ Տիրոջ հոգատարությունը կախված չէ մեր կարգավիճակից, մեր հնարավորություններից կամ մեր դիրքից։ Նա հոգ է տանում ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ մշտապես։ Եվ ահա Տիրոջ հոգատարության երրորդ եւ վերջին նկարագրությունը, որը տեսնում ենք 5-ից 6 համարներում։ Դավիթն ասում է. ապահովում է մշտական ներկայություն։ 5-րդ համարում Դավիթը հիշում է իր թագավորական կյանքի փորձառությունը եւ խոստովանում մի կարևոր ճշմարտություն։ Վտանգը չի ավարտվում դիրքի փոփոխությամբ։ Հիշում եք 4-րդ համարում վտանգ կար, երբ Դավիթը հովիվ էր։ Նա մահվանստվերի ձորում էր։ Իսկ 5-րդ համարում, լինելով արդեն թագավոր, վտանգը դեռ առկա է։ Նայեք ինչ է ասում. Սեղան ես պատրաստում իմ առջև իմ թշնամիների ներկայությամբ։ Սա նշանակում է, որ անկախ մեր կյանքի փուլից, անկախ մեր դիրքից, կարգավիճակից կամ հաջողություններից վտանգները չեն անհետանում։ Երբեմն դրանք նույնիսկ անսպասելի կերպով թակում են մեր կյանքի դուռը։ Բայց ահա մեծ տարբերությունը։ Դավիթը ասում է. վտանգի ներկայության մեջ Տիրոջ մշտական ներկայությունն ավելի իրական է։ Տերը չի խոստանում կյանք առանց թշնամիների, բայց խոստանում է իր մշտական ներկայությունը, նույնիսկ նրանց առաջ։ Այնինչ Տերն անում էր Դավթի կյանքում, երբ նա հովիվ էր, նա անում էր իր անվան համար։ Եվ նույնը շարունակում է անել, երբ Դավիթը թագավոր է, կրկին իր անվան համար է անում։ Ահա Դավթի հյուրընկալ հովիվը։ Ոչ միայն առաջնորդող եւ պաշտպանող, այլ նաեւ պատվով ընդունող։ 5-րդ համարի առաջին մասում նկարագրված պատկերում մենք տեսնում ենք մի հետաքրքիր տեսարան։ Նայեք, կան թշնամիներ։ Ինչ են անում։
որոնք նայում են։ Սեղան է պատրաստում իմ առջև իմ թշնամիների ներկայությամբ։ Ինչ եք կարծում, կարողանում են մոտենալ։ Ոչ միայն նրանք կարողանում են նայել, բայց չեն կարողանում մոտենալ։ Երկրորդ Թագավորաց 17-րդ գլուխ 27-ից 29 համարներ։ Եվ եղավ, երբ Դավիթը հասավ Մանայիմ, Նասի որդի Սոբին, Ամոնի որդիների Ռաբայից, Ամիելի որդի Մաքիրը, Լադաբարից եւ Գաղադացի Բերզելին, Ռովգեմելից, անկողիններ, կոնքեր, կավե ամաններ, ցորեն, գարի, ալյուր ու բոված ցորեն ու բակլա, ոսպ ու բոված սիսեր, մեղր ու կարակ, ոչխարներ եւ կովի պանիր բերեցին Դավթին։ Փաստորեն Դավիթը պանիր է սիրել։ Ու նրա հետ եղող ժողովրդին, որպեսի ուտեն։ Քանի որ մտածեցին, ժողովուրդն անապատում քաղցած, հոգնած ու ծարաված կլինի։ Ինչ ենք տեսնում այստեղ։ Դավիթը ինչ է անում։ Դավիթը ուտում է։ Հանգստանում է, զորանում է։ Բայց որտեղ է անում։ Իր թշնամիների առջև։ Այո, թշնամիները շատ ուժեղ են եւ անգամ շատ մոտ, որ կարողանում են տեսնել, բայց ոչինչ չեն կարողանում անել։ Նրանք միայն հեռվից դիտում են հովի եւ իր գառան ճաշկերույթը։ Սա պարզապես կերակուր չէ, սա պատվո տեսարան է, սա ապահովության տեսարան է, սա մտերմության եւ կենթանի ներկայության վկայություն է։ Ասեմ, որ սեղանի շուրջ ուտելը հին ժամանակներում նշանակում էր անձին տրված հատուկ պատիվ։ Դա այն սեղաններ, որի շուրջ նստում էր թագավորը։ Եվ Դավիթն ասում է. «Իմ առաջ սեղան ես պատրաստում»։ Եբրայերեն այս սեղան բառը նշանակում է ոչ թե որպես պարզապես սեղան, այլ պատրաստված ճաշ, հյուրընկալ ընդունելություն, պատվի եւ ապահովության միջավայր։ Սա այն սեղանն է, որի շուրջ նստեցնում էր թագավորը նրանց, ում ինքն էր ցանկանում տեսնել իր սեղանի եւ կերակուրի առջև։ Եվ ահա թագավորի սեղանի շուրջ նստած է ով։ Դավիթը, վայելելով ոչ միայն առատ կերակուր, այլ իր հովի կենթանի ներկայությունն ու օրհնությունը։ Սակայն Դավթի համար պատվի արժանանալը չի ավարտվում սեղան գցելով։ Դավթի հյուրընկալ հովիվ ինչ է անում։ Սեղանից վեր է կենում եւ անցնում հաջորդ գործողությանը։ Այն շարունակում է յուղի օծմամբ եւ վերջանում բաժակ լցնելով։ Դավիթն ասում է. գլուխս յուղով է սոցում։ Ասեմ, որ Դավթի ժամանակներում յուղով օծում էին այն հյուրերին, ովքեր հատուկ էին, արժևորված էին եւ թագավորի կողմից պատվով ընդունված։ Մի պահ պատկերացրեք Դավթի թշնամիներին։ Տեսնում են, թե ինչպես է Տերը ընդունում, պատվում, պաշտպանում եւ օրհնում իր զավակին։ Եվ Դավիթն ավելացնում է. բաժակս լեփ լեցուն է։ Յուղով օծելուց հետո տեսնում ենք Տերը բաժակն է լցնում եւ այն էլ լեփ լեցուն է Դավիթը ասում է։ Այս բաժակի լցվելը ցույց է տալիս, որ Աստված ոչ միայն պատրաստ է հոգ տանել իր հյուրի մասին, այլև առատորեն տալիս է անհրաժեշտից ավելին։ Սակայն սա միայն շատ բան ունենալու մասին չէ։ Սա նաեւ անսպառ ներկայության, հոգատարության պատկեր է։ Ներկայություն, օրհնություն, որը չի ուշանում, չի վերջանում եւ չի սպառվում։ Տեսնում եք, որքան մտերմիկ եւ իրական ու կենթանի հարաբերություն է սա։ Եվ այդ պատճառով Դավիթը 6-րդ համարում իր սրտի ճիճն է բարձրացնում։ Իսկապես բարիքն ու ողորմությունն ինձ են հետևելու կյանքիս բոլոր օրերում ու հավիտյան Տիրոջ տանն եմ բնակվելու։ Եթե համարին ուշադիր նայեք, կտեսնեք, որ Դավիթը չի ասում ես կգնամ բարիքի հետևից, այլ նայեք ինչ է ասում. բարիքն ու ողորմությունը կգան իմ հետևից, որովհետև նրա կյանքը առաջնորդվում է ոչ թե պատահականությամբ, այլ հովի մշտական ներկայությամբ, հոգատարությամբ եւ հավատարմությամբ։ Սա առաջին համարում խոստովանված ճշմարտության հաստատումն է եւ միևնույն ժամանակ վստահություն ներկայի ու ապագայի համար։ Դեռ Դավիթ առաջին համարում ասել էր Տերը իմ հովիվն է։ Եվ հիմա 6-րդ համարում ասում է բարիքն ու ողորմությունը ինձ են հետևելու։ Այստեղ այս թարգմանության մեջ գրված է իսկապես, բայց բնագրում գրված է ոչ թե իսկապես,
այլ գրված է հաստատ բարիքն ու ողորմությունն ինձ են հետևելու կյանքիս բոլոր օրերում։ Այսինքն սա ցույց է տալիս Դավթի վստահությունը։ Ասեմ, որ այստեղ բարիք եւ ողորմություն բառերը պատահական չեն։ Խնդրում եմ շատ ուշադիր այստեղ։ Եվ բարիք բառի բնագրային բառը սերն է, այսինքն լինում է սերը եւ ողորմությունը։ Իսկ սա այնքանով է կարևոր, որ այն խոսում է Տիրոջ ուխտային սիրո մասին։ Այն սիրո, որը չի խախտվում, չի դադարում եւ պայմանավորված չէ մարդու արժանինքներով։ Իսկ Տերը Դավթի հետ արդեն ուխտ էր կապել, ասելով, որ քեզ հավիտյան կորնեմ եւ կաճեցնեմ։ Իսկ Տերը մարդ չէ, որ իր ուխտը խախտի։ Այն է անսուտն Աստված է, ինչպես Պողոս առաքյալն է ասում Տիտոսի թղթում, եւ իր ասացի Տերն է։ Եվ իրապես Դավիթը վայելել էր այդ ուխտի խոստումները, որ կարողանում է այժմ գրել. կգնան իմ հետևից։ Այս բանը նշանակում է հետևից ընկնել, հետապնդել։ Սա սովորաբար օգտագործվում է թշնամու հետապնդման համար, բայց նայեք թե ինչ է անում Դավիթը։ Դավիթը միտումնավոր նույն բառն է վերցնում, բայց թշնամու փոխարեն շնորհն է հետապնդում։ Սա անչափ գեղեցիկ պատկեր է։ Ասեմ ավելին, սա պարզապես գեղեցիկ չէ, սա աստվածաբանական պայթյուն է։ Որքան գեղեցիկ պատկեր է սա։ Տիրոջ շնորհը չի սպասում, որ դու արժանի լինես, չի սպասում, որ դու հասնես նրան, այլ ինքն է ընկնում քո հետևից։ Ինքն է քեզ հետապնդում, որ քեզ հասնի, քեզ բռնի, քեզ գրկի, քեզ իրենով անի, քեզ լցնի, քեզ հետ մեկանա, քեզ իր ներկայության մեջ պահի։ Սա է Հովի մշտական ներկայությունը, սա է Հովի հավատարմությունը, սա է ուխտի ապահովությունը։ Եվ սա է Դավթի վստահությունը։ Ոչ թե մի շաբաթ, մի ամիս, մի տարի, այլ իմ կյանքի բոլոր օրերին։ Բարիքն ու ողորմությունն ինձ են հետևելու կյանքիս բոլոր օրերում։ Սա տեղի ունենալու ամեն օր։ Դավիթն ասում է, որ Աստված հոգ կտանի իմ կյանքի մասին ամեն օր, օրի հետևից։ Իսկ ամեն օր նա կզգա Տիրոջ ներկայությունը։ Եվ հետո չբավարարվելով Տիրոջ մշտական ներկայության իրականությունից ասում է. ու հավիտյան Տիրոջ տանն եմ բնակվելու։ Ասեմ, որ Դավթի ժամանակ ոչ ոք տաճարում չէր ապրում։ Հրեան Տիրոջ տաճար հասկացողության մեջ մեկ այլ բան էր հասկանում։ Նա հասկանում էր Տիրոջ մշտական ներկայությունը։ Այսինքն սա վերևում նշված ճշմարտության եւս մեկ լրացում է։ Իսկապես սերն ու ողորմությունն ինձ են հետևելու կյանքիս բոլոր օրերում, ու հավիտյան Տիրոջ տանն եմ բնակվելու։ Եթե Դավիթն ասում է սերն ու ողորմությունը ինձ կհետապնդեն, ապա նոր կտակարան այս ճշմարտությունը բարձրաձայնում է ամբողջ հստակությամբ։ Ինչ է կարծում, ով է բարձրաձայնում։ Պողոս առաքյալը Հռոմեացիների 8-րդ գլխում տալիս է նույն հարցը, բայց ավելի համարձակ ձևով։ Ով կարող է մեզ բաժանել Քրիստոսի սիրուց։ Նեղությունը, հալածանքը, վտանգը, սովը, մերկությունը, մահը։ Եվ Պողոսը վճռական հնչեցնում է։ Ոչինչ եւ ոչ ոք չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որը հայտնված է Հիսուս Քրիստոսում։ Սա նույն բարիքն ու ողորմությունն է։ Հիմա արդեն ունի անուն՝ Հիսուս։ Հիսուսն է այն հովիվը, ով ոչ միայն հոգ է տանում, ոչ միայն առաջնորդում, ոչ միայն պաշտպանում, այլ նաև խոստացել է. ես ձեզ որբ չեմ թողնի։ Եվ ոչ միայն դա, այլ Հիսուսը ասաց. ես ձեզ հետ եմ մի ժամ, երկու ժամ, ամեն օր, օրի հետևից։ Այդքան է Հիսուս, ոչ, մինչև աշխարհի վերջը։ Սրանք տիեզերքի ամենամխիթարական խոսքերն են։ Այո, իմ ու քո հովիվը, Հիսուսը, չի թողնում ճանապարհի կեսին, չի հոգնում հովությունից, չի հրաժարվում իր գառներից։ Եվ հենց այս պատճառով Դավթի հետ մենք էլ կարող ենք վստահությամբ ասել ու անգամ երգել. սերն ու ողորմությունը ինձ են հետևելու իմ կյանքի բոլոր օրերում։ Իմ հետևից գալիս են սերն ու ողորմությունը, իմ հետևից գալիս է Հիսուսի հոգատարությունը, խնամքը, անվտանգությունը եւ հավատարմությունը։ Իմ հետևից գալիս է Հիսուսի մշտատև անսպառ ներկայությունը։
Սա ոչ միայն խոստում է այս կյանքի համար, այլ նաև հավիտենության ապահովություն։ Իմ եւ քո Հիսուսը չի փոխվում։ Իմ եւ քո Հիսուսը չի հեռանում։ Իմ եւ քո Հիսուսը միջև վերջ հոգ է տանում։ Եվ այն սա է մեր խաղաղության, մեր վստահության եւ մեր հավիտենական հույսի հիմքը։ Հարց. Եթե այսօր քո սիրտը հոգնած է, դու կարող ես պարկել նրա մեջ։ Եթե այսօր դու խավարի մեջ ես, դու կարող ես քայլել նրա ներկայությամբ։ Եթե այսօր դու վախի մեջ ես, դու կարող ես վստահել, որովհետև հովիվը քեզ հետ է։ Եթե դեռ չես ասել Դավթի խոսքերը քո սրտով, քո շուրթերով, այսօր կարող ես ասել. Հիսուս, դու իմ հովիվն ես։ Ոչ թե ընդհանուր, ոչ թե տեսական, այլ անձնական։ Եթե Հիսուսը քո կյանքի Տերն ու Փրկիչը չէ, հովիվը չէ, վազիր դեպի Հիսուսը, վայել իր խնամակալին, իր բոլոր շնորհներով եւ օրհնություններով։ Քանի որ քարոզում մի քանի կիրառություններ ունեինք, ես մի սլայդ եմ պատրաստել, կուզեմ ձեզ դա ցույց տալ։ Սաղմոս 22-ից 24-ի համադրական պատկերն եմ պատրաստել։ Նայեք, Սաղմոս 22-ում մենք տեսնում ենք Քրիստոսին, որպես տառապող ծառա։ Սա լավ կանեն Եհովայի սուտ վկանները կամ այն մարդիկ, ովքեր որ Հիսուսին չեն տեսնում կամ չեն ուզում տեսնեն հին կտակարանում, կարող են տեսնել։ Այսինքն մենք Սաղմոս 22-ում տեսնում ենք Քրիստոսին, որպես տառապող ծառա, ով ինչ արեց խաչի վրա, վճարեց մեր փրկության գինը։ Իսկ Սաղմոս 23-ում տեսնում ենք մեր կյանքի մեջ այսօր քայլող հովիվ, այսօր, հենց հիմա, այս պահին քայլող հովիվ, նայեք։ Ով ինչ է անում։ Հոգում է մեզ ամեն օր։ Իսկ Սաղմոս 24-ում որպես փառավոր թագավոր, ով պիտի գա իշխանությամբ եւ փառքով։ Այսինքն Սաղմոս 23-ը կանգնած չէ դատարկ տարածության մեջ, այսպես ասած։ Այն գալիս է Սաղմոս 22-ից հետո, որտեղ Տերը տառապում է որպես ծառա եւ նայում է Սաղմոս 24-ի առաջ, որտեղ նա հայտնվում է որպես թագավոր։ Եվ հենց այդ պատճառով Սաղմոս 23-ի հովվական խոստումները դատարկ մխիթարություն չեն։ Դրանք հիմնված են խաչի վրա եւ ուղղված են դեպի փառք։ Հովիվը, ով այսօր խնամում է մեզ, նույն Տերն է, ով երեք խաչվեց մեզ համար եւ վաղը պիտի թագավորի։ Համար ողջ փառքն ու պատիվը հոտի հովվապետին, Հիսուսին, ով գալիս է իր արոտի գառների հետևից։ Եկեք ոտքի կանգնենք եւ աղոթենք։